Կարգին սերիալ Սիրում են բոլորը Կարգին սերիալ Մտի Վարձով է տրվում արտադրական տարածք ջրվեժում 1 հարկանի 300 քառակուսի մետր Հարմար է սննդամթերքի արտադրության համար Վարձը 300,000 դրամ Սա կարգելի Շատ լավ Մի քիչ էլ ձենիդ վրա կաշխատենք, որ ավելի վստահություն ներշնչի Հետի մի դիրդ է Ինչի? Որտև դրանից հետո դաշտում այսպես թաց կլորակներ է մնում Հոպար, ոնց կարա քառակուսի տուփից կլորակներ մնա Արա գնայեք Չգիտեմ, վազեմ սուպերմարկետ, թե շորերը դասավորեմ Այդ շորերը հետդ վեկալ սուպերմարկետում կդասավորես Արամիկ հիշում ես, չէ, դու պատժված ես Ոչ մի հեռուստացույց և կոմպյուտերային խաղեր Դրա փոխարեն այս շորերը կդասավորես Իսկ Վարդան հոր եղբայրը կհսկի այդ ամեն ինչը Վարդան դու կլինես իմ աչքերն ու ականջները Այդ վաղ դու կլես իմ միզապակն ու շականակը գեղձը Հիշում ես բրկում ոնց էր 7.5-ի մեջ երկում շագանակը գեղձ, շագանակը գեղձ, գլենդնում նայում խժում էինք Ես նման ցածրամակարդակ բաներ հեռուստացույցով չեմ նայում Վարդան Հատե դու մենակ կուլտուրան ես նայում, չէ, Դաստայևսկուց ինչ նորություն կա Էս ինչա? Հա Վարդան, պատրաստ ես երեխային բացատրել, թե սա ինչ է Ինչ ա եղել, բացատրեմ, Արամիկ ջան, ուրեմն մեկ-մեկ պայր անում, երբ որ տղամարդ ունենում է անկանոն սեռական հարաբերություններ կանանց հետ Մի վայրկյան, ես կբացատրեմ Արամիկ ջան, դու կարմիր թե սև խաղը տեսել ես Շատ լավ, հիշում ես, որ գիշերը խաղացողները դիմակներ էին դնում աչքերին Այսա հենց այդ դիմակներից ուղղակի մեծ աչքերով մարդկանց համար Ճիշտ է, չորրորդ ռազմերի աշկերի համար Մենք կարմիր թե սև ենք խաղալու Չէ, Արամիկ ջան, հոպարը արդեն գիշերը խաղացել է, պրիչում 4 անգամ Շատ ծիծաղալու է, Վարդան Արամիկ, սկսի դասավորել շորերը Վարդան աչքեր, ականջներ Արամիկ, հիշի, ոչ մի հեռուստացույց Լսիլը, քանի հերդ գնացել է գալիս ես ֆուտբոլ խաղանք Ոնց? Խոսքի, նասկիները վեկալում ենք, ծոլորում ենք գնդակ ենք սարքում, ենի կնի մեր վարոտները, ճոգիր, դավայ, խպի։ Լսին, Արամիկ, բակես խեն պաժը, որ։ Դպրոցում 5 եմ ստացել Հերդ լերիվ գժվել, հա, 5 ես ստանում էլի պաժում, հա։ Հոպար, 5-ը էդ 3-ն է Ոնց։ Դե հիմա դպրոցում 3-ը 5-ն է, 4-ը 8-ն է, 5-ն էլ 10-ն է Արա ես դպրոցի գնահատականների կուրսը ոնց ա էլի արա։ Խպի։ Կարգին սերիալ Հետում են բոլորը Կարգին սերիալ Սիրում են բոլորը Կարգին սերիալ Այո, ընկերներ, 11 մետրոնոց հարված Չեք ուզում ինձ օգնել Դաշտ է մտնում ուրախությունից խենթացած երկրպագուն գնումներով Տեսնենք, թե ինչ այստեղ կատարվում Ինչ աստեղ կատարվում Ես աղթեցի Վարդան հպարին 10-8 Արամիկ, բայց դու պետքա շորերը դասավորեիր Ինչ շորեր, դու չես ասկր, որ տղետ հենց դոր հաղթել է, մտել է եզրապակիչ ու վերցրել է բանանի գավաթը Վարդան, մերդ, եզրափակի Դու պետքա հետևես, որ Արամիկը կատարի իմ բոլոր ասացները, որպեսզի նրա մոտ ձևավորվի պատասխանատվության զգացումը Էս գուլպան թաց, հա? Հա, բան եղավ, գնդակը պայետակ դաշտից դուրս թռավ, զուգարանի կապարիշն էլ փակ չէր Այսինքն ուզում ես ասես, որ այս խոնավությունը զուգարանի ջուրն է? Լավագույն դեպքում Ուրեմն, Արամիկին քնացրեցի, տները հավաքեցի, լողասենյակը մաքրեցի Ամերիկայում էլ էր ըտենց Ինչն էր ըտենց Դե սաղ գաղթականներն էր սև գործի վրա էին Համարենք, որ այդ ամեն ինչ համար դու ինձ շնորհակալություն հայտնեցիր Ես կես ժամից կվերադառնամ Ուր ես գնում որ Գնում եմ աղբը թափեմ Հա բայց աղբը արդեն տարել եմ Ներ աղբը չէ, նոնային
Նոնային է։ Հրաձիկ։ Նոնան քեզ վեկալը պարսկան ցելոֆանով այսպես բատելա ու տնից դուրս շպրտել։ Բայց դա չի նշանակում, որ ես նրան պետք չեմ։ Մենք դեռ ամուսիններ ենք, աղբ թափելով, ես բարիշելու տեղ եմ թողնում։ Լավ, պարզա։ Պրոստը առաջ անգամ եմ տենում, որ թափած աղբը շարունակում է թափել աղբը։ Ну вот, они перенесли свою операцию на понедельник. А что у них было вчера? Состязание по гольфу. Ինչ ես նայում, հոպար։ Կինո։ Բայց քանի որ դու 5 ես ստացել, քեզ արկելված է տելևիզոր նայելը։ Ես գիտեմ։ Իսկ այս տղեն լավն է, թե վատը։ Լավն է։ Մի նայ, քեզ արկելված է նայելը։ Что мы встретились, Իհարկե։ что называется Իսկ այս աղջիկը ընտրուն կերուհին է, Նախքին ընկերուհին է։ բայց իրանք մինչև հիմա իրար սիրում են, Համի կարող է դնեմ սաղ կինոն քեզ պատմեմ։ Գնա քննելու։ գնում են։ Температура 40-80. Հեսու, հա։ Ընտրու զույգ աղբերն է։ Հա, ճիշտ է։ Արա միք, ասի գնա քննելու։ Գնում եմ։ не раньше, чем поймаю эту Ես ինչ աստեղ կատարվում։ Արամիկ։ Լավ, բարգիշեք։ Նայ, ինչ ես անում, արա։ Ես չասեցի ոչ մի հեռուստացույց։ Ես իմ տանը իրավունք ունեմ հեռուստացույց նայեմ։ Ես նկատի ունեմ Արամիկին։ Ես ինչ անեմ։ Ես իրան ասի քեզ չի կարելի տելևիզոր նայել, ինք ասես լավ։ Ես ասի գնա քննելու, ինք ասես լավ։ Երեխան, քո անողնաշարությունից է օգտվում։ Այդ ես եմ անողնաշարը, այս զիբիլի ավտո։ Վարդան, եթե դու համաձայնվել ես, որ Արամիկը ապրի այստեղ, ուրեմն դու քեզ պետք է մեծի պես պահես։ Նա պետք է գիտակցի, թե ինչ է կարգապահությունը։ Այդ մեկը քո հետ համաձայն եմ։ Դե այդ պուլտը տուստեղ։ Դու ինչ չհասկացար, դու պետք է խիստ լինես։ Ասի պուլտը տուստեղ ու գնացիր քննելու։ Այ արդեն լավ է ստացվում է։ Արես լուրջ եմ ասում, պուլտը տուստեղ ու դավայ ստուր։ Շատ լավ է։ Արես կտոք քննելու։ Parking serial. Արելի։ Արամիկ։ Արամ։ Ես այգ արդեն միացած էր։ Այդ դաշտում վրա քեզ չեմ ասել, որ քո սոկերի տուպերը չդնես։ Դե հյուրասենյակում աղբարկղ չկա, ես էլ ստիպված դնում եմ դաշնամուրի վրա։ Կարող եք գիտեսնես կենտրոն համայնքն է կոմար 3 մետրը մեկ պատի աղբարկղ տնենք։ Լավ էտի լը Նիկոն, այն բալկոնի խշեին էլի կերակրել ես։ Կներես հոպար, մոռացել էի։ Լսի քեզ ինչ եմ ասում, ես քո հետ լիքը խոսալու բան ունեմ։ Ես քեզ շատ եմ սիրում, Վարդան հոպար։ Արամիկ, մենք իրար հետ պայմանավորվել ենք, որ մենք խշերին չենք կերակրում, որովհետև իրանք նման են Ռուսաստանի հայերին, գալիս են տենում են լավա, այսինքն ուտելիքը կա, հերիք չի իրանք են մնում, հələ իրանք բարեկամներին էլ կանչում են, ջոգիր, Լավ, լավասիր ու պրծար, նա ես ուստավ չեմ մտցնում ես տան մեջ, բայց դու պետք է նենց անես, ոնց որ ես եմ ուզում, հասկացար, հա, դա գնաց, Ողջույն։ բարև, Ես ինչ եք սենց մի տեսակ նայում վրաս։ հեչ, Արամիկը նորից հեռուստացույց էր նայում։ բամ ու չի ես ստեղ, Լավ, Արամիկ, ես մի հատ գործ ունեմ։ Դու լվացվի, հագնվի եւ մենք հետո կզբաղվենք ինչ-որ հետարքիր բանով։ հեռուստացույց ենք տալու։ Արամիկ։ Ես պետքա գնամ։ ուր ես գնում, Սուպերմարկետ։ լավ էլ ազիք, գնում ես նոնայի մոտ,
Իհարկե ոչ։ Բա ուր ես գնում։ Նոնայի մոտ։ Աջիկ լավ էլի միասը։ Արա լավ էլի միասը, ինչ որ տես բայրի միասը էլի։ Ես պետք է գնամ, բակում շլանգը փչացել է եւ նոնան չի կարողանում բույսերը ջրի։ Իսկ ես նրանց սիրում եմ եւ ուզում եմ, որ մենք նորից միանանք։ Պաստորեն մեր շլանգը գնում է սարքելու նոնայի շլանգը, հա։ Ես գնացի։ Հələ մի րոպե արձիկ։ Ես քեզ 1000 անգամ ասել եմ, ինչ որ մեկին օգնությունա պետք գնում օգնում ես, մեկի մոտ բանա փչանում գնում ես սարքում ես։ Հո դու երաշխիքային կտրոն չես։ Ես քեզ 1000 անգամ ասել եմ, որ քեզ դրա համար ոչ մեկ չի սիրելու։ Դու Վարդան ոչ մի բան չես հասկանում պատասխանատվությունից եւ հավատարմությունից։ Իսկ դու չես ջոգում, որ քեզ օգտագործում են։ Ինչ ոչ ոք չի օգտագործում։ Խարա լսի ածիկ, դու աննռազվի պատարակաղ ես, քեզ մի անգամ օգտագործում են ու դեն են շպրտում։ Դանենք սուտ է, նոնան ինձ 10 տարի է ինչ օգտագործում է։ Ասում եմ օգտագործում է, բան անում։ Արա լավ էլի ածիկ, արա միասը, այս ինչ ասում, արա այս ասում։ Ադիկ դու նորոգեցիր շլանգը։ Կեսը։ Չի երևում, որ կեսը։ Մենք հաճախ չենք նկատում փոփոխությունները, բայց նրանք տեղի են ունենում։ Լավ, որ վերջացնես, մի հատ լվացքի մեքենան նայի, ինչ որ ձեն է գալիս։ Լավ, կնայեմ։ Շնորհակալություն։ Մի վարկյա։ Հա։ Ես չեմ նայի լվացքի մեքենան։ Ինչու։ Որովհետև ես հասկանում եմ երբ են ինձ կանայք ուզում օգտագործել одноразовая бритвայի նման։ Ադիկ ինչեր ես խոսում։ Ում ենք խափում, նոնա։ Մեր ամուսնությունը ապագա չունի։ Դու վախենում ես գիտակցել դա եւ կանչում ես ինձ ռետինե խողովակը նորոգելու։ Ես էլ եմ գիտակցում դա եւ գալիս եմ ռետինե խողովակը նորոգելու։ Ես ուզում եմ քեզ հրաժեշտ տալ, նոնա։ Դու ազատ ես։ Հուսով եմ կգտնես այն մարդուն, ում փնտրում ես։ Parking serial, Դիտում են բոլորը։ parking serial, Սիրում են բոլորը։ parking serial. Արես չարբախում մարդու իրավունքները լրի ոտնա հարում են։ Այս տաների վարձերը ո՞նց այն չէ։ Արամիկ, էսի չո ձեռդ։ Ուղակի հացա։ Ասա ինձ, որ այդ հացը ղրշերի համար չի։ Հոպար, այս հացը ղշերի համար չի։ Դու կարող ես անասուն ղրշիների ներս ես թողել։ 1000 դրամ, վատ բառ ասիր։ Հեսա կտենան կողումը 1000 դրամ տալու։ Արի։ Անասուններ։ Կներես ինձ Վարդան հոպար։ Քեզ, հեսա երդ գա հորդ եմ ներելու։ Ալո, տիքը մին բան եմ ասում չես հավատա։ Այ հիմիկվա դրությամբ սպալում ես 40-ից 50 ծիտ կա ու իրան կտուս չեն եթում։ Արի ինչ տղեկի վեկալ ես գա սխալս ինձ ասկցե։ Ես չգիտեի, որ այդքան աղավնիկը հավաքվի։ Արա դու դրանց որ չկերակրեիր, համի սպալի զբորնի պունք չեր դառնա։ Լսի տիկ, հոշում ես այդ խշերի հետ պրոբլեմներ ունեմ։ Արա հետերը չեմ հակե, արա ուրիշ պրոբլեմներ ա։ Կներես ինձ Վարդան հոպար։ Արա քեզ կներում բեկում չկա, ասկցար։ Ալո, տիկ հիմա այս խշերը լցվեն սպալիս ու մի հանքի ծարտում են։ Հարանգեր ջան, ես գիտեմ, որ ծարտել է էտի փողա, բայց սրանք այնքան են ծարտել, որ ես ծարտացի վրա արդեն տոկոսներ ա գալի։ Ախպեր չես գալի միար ես իմ հարցը ինքս կլուծեմ, եղավ։ Ես լավ նորություն ունեմ, Վարդան։ Ես էլ ախպեր ջան, Ինչ նորություն։ գնանք սպալի ցույց տամ։ Արամիկը էլ ինչ-որ բան ա արել։ Արամիկը չէ, հարամիկը։ Հետո կոմա սուրպրայզ կնի արի։ Վարդան, դու մերնես չես պատկերացնի, թե ինչ է կատարվել նոնայի մոտ։ Ինչ։ Կարելի ասել մեր մեջով խաղաղության աղավնի է անցել։ Լուրջ ես ասում։ Ինչ ես անում, Վարդան։
Մտել ես միատայի կարողա ձեր խաղության աղավնին դել ատե։ Սա ծիծաղալու չէր Վարդան։ Այդ նայս դրան որ կողմից նայես, իմ կողմից լավ էլ խնդալու են։ Գիտես, կներես տաղավլիների համար, բայց ես համոզված եմ, որ նրանք ղուժբազ ունեն։ Այդ ղուժբազը շուտով կշվացնի եւ նրանք կհեռանան այստեղից։ Դրանք կհեռանան, դու դրանք նենց են տնավորվել, որ իմ սպալին շուտով ես բաղջի հաշվին առաջ են տալու։ Դե այդ դեպքում ես եւ Արամիկը պետք է լքենք այս տունը։ Լավ, նոնան հələ Արամիկին կընդունի, բայց դու ինչ ես անելու։ Դու չգիտես, ես ու նոնան համբուրվել ենք, քիչ առաջ։ Պաստորեն կողուշբազը քեզ արդեն շվցրել է, հա։ Ես լուրջ եմ ասում, ընդ որում նոնան առաջինը համբուրեց ինձ, եւ դա սովորական համբուր չէր։ Հա, դե դու անսովոր համբուրների մասնագետ ես։ Գիտես ես ինչ կանեմ։ Ես թույլ կտամ, որ նոնան վերադառնա ինձ մոտ։ Հանգիստ, առանց սկանդալի, կփորձենք նորից վերականգնել մեր ամուսնական կյանքը։ Հոպար ֆուտբոլ չխաղանք։ Չէ, գնա խշերիդ հետ ֆուտբոլ խաղա։ Բա ուր ես գնում։ Գնում եմ մակուրոտ շնչեմ։ Ես էլ հետդ գամ։ Չէ։ Հոպան ինձ նեղացել է, էլ ինձ չի սիրում։ Հիմարություններ դուրս մի տուր, ոնց կարող է հոպարը քեզ չսիրել։ Ուղղակի մի քիչ տրամադրությունը գցել այդ 50 աղավնու պատճառով, որոնք իր տանը ուտում, ծրտում եւ աղմկում են։ Թե չէ ամեն ինչ նորմալ է։ Գիտես ինչ արա, մի հատ ներողություններով բացիկ նվիրի իրեն։ Լավ, հեսա կգրեմ։ Ու մի անհանգստացի, նա անպայման կվերադառնա։ Ուշ թե շուտ նրանք բոլորն էլ վերադառնում են։ Ուղղակի նրանց մի քիչ ժամանակ եւ տարածություն է պետք։ Ալո, նոնուլ։ Привет, կյանքս, ո՞նց ես։ Կարգին սերյալ։ Ես ինչ ես բերել։ Ցորեն ու գարի։ Ինչի համար։ Դեն խշերի էլի։ Չես հիշում ծիտիկ մոտարի կտամ բերիտ ու գարի։ Վերջը որոշեցի պահել դրանց։ Գժվել ես արա ինչ պայել, ես ծորենը վեդրով դուրս կշպրտենք, ես անասու խշերը կետան հետևից, մենք էլ պատանը կպագենք։ Ահա։ Դու ես մտածել։ Չէ, պրոստը ես իմ ծիտիկների հետ միշտ էլ տենց եմ վարվում։ Վարդան հապար, ես քեզ։ Մերսի ապե, Ես իմ ձեռքով եմ սարքել։ տեսանք ընգեր, Բայց նա ինչ ես անելու։ գնալ եմ թրջուններին տնից հանեմ, Ես օգնեմ քեզ։ գոհ ենք ապե, Արամիկ ջան, գնա դրսում մի քիչ խաղաբալաս։ Ինչ է քեզ պատահել։ Չես տեսնում երեխան չարչարվել քո համար բացիկ է նկարել։ Էլ ինչ ես ուզում։ դու ինչ ես ուզում ինձանից։ Երեխան քեզանից ներողություն խնդրեց։ Հա, հասկացանք, ես իրան ներում եմ, դյար ինձ օգնի, որտև ներողությունով այդ խշերին չես ակսորի։ Համին այն ոնց ենք անում, մտնում ենք ներս, ես վեդրով պատոնի շպրտում ենք դուրս, ես անասու խշերը գնում են հետևից, մենք սիրուն ձևով պատոնը պակում ենք, ու սկսում ենք հանգիստ մեր համար ապրել։ Արցուպե վնիմանի ու վապրոս։ Ով մտնում առաջին։ Ես կմտնեմ։ Վարդան, եթե ես վերադառնամ, խնդրում եմ նոնային փոխանցիր, որ ես իրեն միշտ շատ եմ սիրել եւ կյանքում չեմ դավաճանել։ Անգեր ես առաջինը կմտնեմ, հա։ Շնորհակալություն։ Ես անասուններին ինչ-որ մեկը զգուշացրել էր։ Բա ինչ անենք, ուրիշ լավ մեթոդ չունես։ Խիչ ունեմ, հենց մա գնում եմ ֆայլաբազար, երկու հատ մարդ եմ բերում, թո ես դուրո եմ պատոանը լրիվ պատշարեն, զամուրավա տանեն, ու թո ես սպալին ես հշերի մար գերեզմանուս դարնա։
Դե չէ, Վարդան, պետք է ինչ-որ ուրիշ տարբերակ մտածել։ Ուրիշ տարբերակ։ Ուրիշ տարբերակ տունը ծախեմ։ Վատ մի չէ ինչ ա եղել։ Տունը կծախեմ այդ ղուժբազի վրա, այս գշերին էլ փող կհաշվեմ։ Արամիկը։ Արամիկը ինչ։ Արամիկին էլ ես տանդ հետ միասին ծախելու։ Ինձ այն ինչ հասնում է, ես արել եմ։ Իսկ քո տղեն տոշտը իրան չի պահում։ Եթե իր հոպարի ասածները իր համար ասնավանի չի, ես հրաժարվում եմ իմ հոպարությունից։ Ինչ ես դուրս տալիս Վարդան, նա ընդամենը 10 տարեկան է։ Ինչ ես առաջարկում անեմ։ Պատժի նրան։ Կոմպյուտերը վերցրու ձեռքից, դիսկերը, խաղալիքները։ Այդ ամեն ինչը դու իրանից արդեն վեկալել ես։ Ինձ ինչ ա մնում վեկալել իրանից։ Կոշիկները, շոյերը, թե ծննդյան վկայականը։ Ինչ ուզում ես վերցրու, ինչից ուզում ես զրկի, միայն մի զրկի նրան, քո սիրուց։ Բարև, ես թղթերս էի հավաքում և հանկարծ գտա սա, վերցրու, քեզ պետք կգա։ Սա ինչ է։ Տեղեկատու, մեջը բոլոր հեռախոսահամարները կան, փականագործներ, էլեկտրիկներ, դանակ մկրած սրողներ, հին շոր, հին կոշիկ, ժավել սպիրտ, մի խոսքով, դու հիմա մենակ ես և օգնության կարիք ունես, իսկ ես այժմ պետք է գնամ։ Մի րոպե աջիկ։ Ահա։ Համբույրի մասին եմ մի բան ուզում ասել քեզ։ Ահա։ Դու ասացիր, որ ամեն մեկս պետք է քայլենք մեր ճանապարհով։ Ես էլ վախեցա ու մի խոսքով ես քեզ վախից եմ համբուրել։ Մեկը հաշիվ է։ Դու ճիշտ էիր։ Մենք միայն առաջ պետք է քայլենք։ Լավ։ Աջիկ։ Ահա։ Լվացքի մեքենան կնայես, ինչ-որ ғռոց է հանում։ Գիտե որովհետև ինչ կա չկա, ձերքի տակ լցում ես մեջ, ավելի սուրճակ ես, մաքսիմում է, մաքսիմում 2 կիլո, իսկ դու ինչ, ուզում ես լցում ես։ Բարկի սերյալ Արամիկ։ Պոպոր, ես իմ երազած խաղն է։ Գիտեմ, ես վերջերս ես քո հետ մի քիչ չոր էի։ Ընդունի եսի որպես ոնց որ ասած վնասների փոխհատուց։ Ուրեմն վրես էլ չես չխանանում աղավնիների համար։ Չղայնանում եմ, ու ես քայլով ես քեզ ոնց որ ասած պատժում եմ։ Մի կարծիքով շատ լավ պատիժ է։ Իմ կարծիքով է։ Ամենն է, ես ամեն ինչ ես քո համար առել եմ, բայց դու սրանով ուղիղ մի ամիս չես խաղալու։ Նրանք գնացել են, Վարդան։ Հաստատ։ Հələ գնա տակիրը նայ։ Մաքուրա։ Բա ոնց եղավ որ գնացին։ Շատ հասարակ, քո մտածած ցորենն ու գարին վերջացել է, գնացել են։ Հայ, արա ես քեզ չէի ասում, ես Ռուսաստանի հայերն են։ Գործերը վատացավ հետ գնացին։ Արա, հələ նայեք։ Բա հիմա ինչ ենք անելու։ Իրեք ձևով ձված է։ Տանը բաստուրմա կա։ Բարկի սերյալ Սիրում են բոլորը։ Բարկի սերյալ Մի րոպե աջիկ։ Այդտեղ մեր շլանգը գնում է սարքելու նոր նայիշխանա։ Էս ի՞նչ է։ Մեծ աչքերով մարդկանց համար։
Կարգին սերիալ, կարգին սերիալ